Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել շատ հետաքրքիր բացառիկ էքսկլյուզիվ թողարկում, եւ ասեմ, որ այսօրվա իմ հյուրը շատ սպասված է։ Դուք ինքներդ եք նրան ընտրել, բավականին շատ մեկնաբանություններում, նամակներում գրվում է հենց այս անուն ազգանունը։ Ում մասն է խոսքը կիմանա գրոպեներանց, որովհետեւ ըստ ֆորմատի ես պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկային շրջապատում ցորշնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Ատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմա։ Սիրուն շորերը, հայլ փնուն ոսկե օվերը, չգիտի ես աղջիկը, որ շատ են սիրող օվերը, նրանցից մեկը ես եմ, լավ գիտեմ ես ասպարեսը, ես ունեմ պրոֆեսիա, գործից բնույթ է սպեսա, սիրուն աղջիկ դուր եկան, կսիրեմ քեզ քանի կան, սիրուն աղջիկ դուր եկան, կսիրեմ քեզ քանի կան, գիտեմ իմ անելիքը, չգիտի գլխի գալիքը, հետս համաձայն է սեկուցենոր հարսանիք է, գիտեմ իմ անելիքը, չգիտի գլխի գալիքը, հետս համաձայն է սեկուցենոր հարսանիք է։ Արված է մնացել են մի կեսը, ապրում է Երևանում, մանում է ճշտեմ ադրեսը, ժամն է մոտենում Յարջանուր, որ է գալու ես հեսա, նստենք մի տեղ հավեսով, հյուրասիրեմ քեզ էքսպրեսով, սիրուն աշիկ դուր եկան, կսիրեմ քեզ քանի կան, սիրուն աշիկ դուր եկան, կսիրեմ քեզ քանի կան, գիտեմ իմ անելիքը, չգիտի գլխի գալիքը, թե հետս համաձայն է, էքուցելով հարսանիք է, գիտեմ իմ անելիքը, չգիտի գլխի գալիքը, թե հետս համաձայն է, էքուցելով հարսանիք է։ Հակուկապըտ մոդայիկ նախընտրում ես իտալական Բալեզուտ նեզուտ շաքարակցեն տկի սարուսական Ամեն ինչ դրական է կյանքի կտոր է իսկական Սիրուն աղջիկ դուր եկան կսիրեմ քեզ քանի կան Սիրուն աղջիկ դուր եկան կսիրեմ քեզ քանի կան Գիտեմ իմ անելիքը չգիտի գլխի գալիքը Թե հետս համաձայն ես էքուցելով հարսանիք է Գիտեմ իմ անելիքը չգիտի գլխի գալիքը Թե հետս համաձայն ես էքուցելով հարսանիք է Ջանե, 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 ջանե
21 TV եթերում մի աշխատանքը շարունակում է Ձինա այդ նախագիծը եւ ըստ ֆորմատի ես պետք է ձեզ ներկայացնեմ կամ տեսահավաք կամ տեսանյութ։ Իդեպ ասեմ այս տեսանյութը իմ նախընտրած հավաքածուն է եւ տեսանյութի ամենակարևոր գլխավոր հերոսը Ռոպե Նրանց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Բարի լույս, հայր ջան, այսօր եթերը լինելու է 22 կամ 23:00, բայց եթերը ստուդիայից չեմ անելու, ստեղից եմ անելու։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Ճիշտ եմ եկե։ Կարելի է։ Կարելի է, ոչ չէ, արեք։ Ձեր անունը ո՞նց է, ապա ջան։ Կալուստ։ Կալուստ ջան։ Ո՞նց եք երեխեք։ Լավ եք։ Լավ ենք։ Ոչ եք տխրում։ Տրամադրությունը լավ է։ Ինչ երազանք ունեք։ Տուն ունենանք։ Տուն ունենաք։ Ունենանք, չմտածեք։ Ես էլ եմ լավ։ Պատրոնս լցրել եմ հրասանս, որտեղ կանգնեմ իմ պահպական տանս, ինձ համար սուրբ է հայոց երկիրը, խաչքարերի վրա գրված գիրը։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել։ Շատերը ձայնը բարձրացրել են, շատերն ասում են Ակոպովնա ջանի վերջո դու հրավիրեցիր քո տաղավար այն անձնավորության, ում մենք անձամբ շատ ուզում ենք շնորհակալ լինենք, բայց ըստ ֆորմատի սահմանադրական օրենքի ասել, որ մեծագույն սիրով հյուրընկալել եմ արդեն շատ հայտնի եւ բլոգեր, եւ բարերար Տարոն Սարգսյանին։ Տար ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Նախ անցնենք դու միանգամից չեմ ուզում տոնց պաշտոնական լինի, որտեվ բոլոր տեղերն են այդպես, մոտ մի քիչ թույլատնենք, ինչպես ես։ Լավ, մերսի դուք։ Շատ լավ։ Ես նախ շնորհակալ եմ, որ իմ հրավերը չմերժեցիր։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ։ Եվ երևի թե դու այն անհատներից ես, որ չեմ թողել admin-ը զանգի, ես անձամբ եմ քեզ հրավիրել։ Մենք ունենք Facebook-յան էջ, Տարոն, որտեղ դրվում են նկարներ կամ մենք հարց պատասխանի օգնությամբ, բացի այն, որ ինձ մոտ հյուրերը պետք է բացառապես նորություն ունենան, ում է նախընտրում հեռուստադիտող ինձ մոտ տեսնել տաղավարում։ 1000-ից ավել մեկնաբանություններում գրված էր քո անուն հասկանունը, եւ այնտեղն էլ ասում են Ձինա ջան, մենք Տարոնին միշտ կադրից դուրս ենք տեսել։ Ոմանք գրած են Ձինա ջան, մենք ուզում ենք ուղղակի նրա մասին մի քիչ ինֆորմացիա իմանալ, թե ինչպիսին է նա։ Չնայած ես հետևելով քո էջին հասկացա, որ պակաս ինֆորմացիա դու չես տվել, կա այդ ամեն ինչը։ Բայց Ակոպովնայի ծրագիրը բացահայտող է եւ մի քիչ էլ թեթև, որպեսզի կարողանանք նաեւ լավ բաներից էլ խոսենք։ Ես հերվից հերո ճանաչելով Տարոնին հասկանում եմ, որ դու հիմա կյանքի գնով ես արդեն օգնում շատ մարդկանց, եւ դա արդեն արյանդ մեջ է, բնավորության գիծ է։ Բայց ուրիշ հարց ինձ հետաքրում։ Կան հատուկ մարդիկ, անհատներ, դեմքեր, ովքեր որ կադրից դուրս օգնում են քեզ այս գործում, դու ես երևում եւ ամենաշատը, որովհետեւ քեզ շատ վստահում են։ Չէ, չկան, նախ շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Շատերը կարծում են, որ մարդիկ կան ինձ դրսից օգնում են, ես մարդկանց եմ օգնում, ես չեմ ընդունում ոչ մի տեղից գումար։ Լավ։ Ընդհանրապես։ Օրինակ դեպքեր ա եղել, ինձ ասել են $1000 գումար ենք փոխանցել, ստացեք։ Բան, ես չեմ ստացել այդ գումարը, որ օգնեմ մարդկանց։ Գումարը հետա գնացել։ Չկա տենց մարդ, որ ասի ինձ դրսից գումար եմ ուղարկել, ինչ-որ մեկին տվել ես կամ փոխանցել ես, ես ընդհանրապես ոչ մեկից գումար չեմ ընդունում։ Դա ինչ որ հատուկ տենց բնավորության գիծ է, թե սկզբունք է։ Չէ, ուղղակի տենց է ստացվել, որ ես եմ իմ անձնական բյուջեով եմ օգտվում իմ աշխատանքով։ Շատ լավ։ Հիմա շատերը իրենց օգնությունը բնականաբար առաջինը մտածում են ոչ թե Աղցաշճանաշճաների շատերն են, գիտեմ, ունեմ նաև ընկերներ, որոնց ընկերներին դու անձամբ օգնել ես, տարբեր մասնագիտության տեր մարդիկ, ասում եմ չօգնել ուղղակի ուզում ենք հետը շփվենք Տարոնի։ Ինչ ես անում Տարոն, որ այդ ընկերությունը մնում է գերի, ասում ենք Տարոնի շրջապատում հենց լինում ենք, գերի ենք դառնում, այնքան լավն է, այնքան լավ տեքստեր ենք խոսում, չգիտեմ, տարբեր թեմաներից, բայց ըստ ճիշտ մասնագիտության, ով է Տարոն Սարգսյանը։ Ես հասարակ մարդ եմ, չունեմ գոռոզ բաներ։ Երևի Հայաստանում միակ բլոգերն եմ, որ ոչ լցրած իհարկե ռեալ հետևորդներով միլիոնից ավել հետևորդ ունեմ 4 էջով,
ու իմ նիկով ունեմ 164 միլիոն հետևորդ, որ դու մենակ չես նիկնա, Այո։ բայց չունեմ գոռոզություն, չունեմ նենց բան, որ խոսքի աստղեր կան, չէ, երկիչ կամ երկչույներ կան, մի քիչ 20000 հետևորդ ունեն, մի քիչ իրանց ուրիշ ձև են պահում, բայց ես չունեմ տես բան, ոնց եղել եմ հարթակում, ոնց եղել եմ իրական կյանքում, նենց էլ հարթակում եմ։ Այսինքն չեմ գոռոզում։ Ունես ընտանիք Այո, եւ կին, երեխա, թե երեխաներ։ երեխա։ Սահմանափակվել ենք այդքանով։ Այո։ Ինչու՞։ Դե իմ ժամանակը կա դեռ։ Շատ լավ, ժամանակ կա դեռ։ Գիտես, ես ըստ ֆորմատի ունեմ նաև հատուկ բլից հարցեր, որոնք ինչ որ չափով նաև բլիցից մի քիչ հեռվանում են, բայց բացահայտում են տվյալ անհատի ներքին աշխարհը։ Պատրաստ ես։ Ես այդ հարցերի օգնությամբ կարող եմ ժողովրդին նաև ցույց տալ, թե ինչպիսին է օրինակ տարոնը, երկար չմտածես։ Կաշխատեմ։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Նախընտրած գույն։ Սև։ Սիրելի խոհանոց։ Չունեմ։ Շատ լավ։ Նախընտրած խմիչք։ Չունեմ։ Լավ, իսկ կենաց, որ սիրում ես այդ կենացը։ Քանի որ չեմ խմում, կենաց չգիտեմ ասել։ Շատ լավ։ Հայկական ֆիլմեր ունես նախընտրածը, որ Միմինոն եմ սիրում նայել եմ։ լավ։ Գյուղ թե քաղաք։ Գյուղ։ Ունես հոբի։ Իսկ կյանքի հերոս։ Կյանքի հերոս չէ, չունեմ։ Շատ լավ։ Որն է քո ամենամեծ վախը։ Իմ ամենամեծ վախը Ինչից ես վախենում։ Ես կարելի ասել ոչ մի բանից չեմ վախենում, բայց իմ մեջ մի հատ վախ կա, որ ես չգիտեմ այդ ինչ վախ է։ Հավատացեք, չէ, կարում եմ բարձր, բայց չգիտեմ ինչ վախ է։ Շատ լավ։ Դե օրինակ, Անտեսանելի է ոնց որ էլի։ բայց կա ինքը։ Հա, բայց կա։ Իսկ հետևում ես մեր անցուդարձին մշակույթային երգիչներ, չգիտեմ, դերասաններ, հաղորդավարներ, Միանշանակ հետևում եմ։ կարծիք։ Կարծիք ուղղակի խորհուրդ կտամ, կարծիք չեմ ասի, երգիչներին չեմ ուզում առանձնացնեմ Այո։ շոու բիզնեսի աստղերին հիմնականում։ Նոր մի քիչ առաջ անդրադարձա, չէ, որ աստղայինը չի տարա ինձ։ Այո։ Ես որ նայեմ իրանցից առավել եմ այս պահին, բայց ինձ աստղայինը չի տանում։ Ուղղակի մարդ մնանք։ Շատ լավ։ Մի նախադասության մեջ երկու սխալ նախադասություն շոու բիզնես, որ չունենք, աստղերել 1-2, որ մշակույթը մեր ներկայացում են դուրս կներես։ Սա էլ իմ սուբյեկտիվ կարծիքն էր։ Եթե տարոն ունենում է վատ տրամադրություն, ինչ ես անում, մեկուսանում ես, մարդկանց հետ չես շփվում, որ չազդվեն, աճ ու ձախ կռիվ ես անում, ո՞նց ես լինում ընդհանրապես այդ ժամանակ։ Նայեք, հիմա մի ժամանակ ուրիշ էր, մեկուսանում էի, հիմա որ վատ տրամադրություն եմ ունենում, մարդ եմ օգնում։ Լուրջ ես ասում։ Հա։ Իսկ ունես երազանքներ դեռ ապագա հետ կապված։ Կամ Չէ։ նպատակներ։ Երազանքներ չունեմ։ Իսկ նպատակ։ Նպատակ չունեմ, երազանք ունեմ, որ երկրից դուրս գնամ մի քանի ամսով տենց։ Հա, տենց բաների մասն ես սկսեմ մտածել։ Հա, Լավ, իսկ ներքին ձայնիդ հետևում ես։ հա, Քեզ օգնում է։ հա։ Փոքր տարոն այստեղ նստած է, հետդ կռիվա։ Այո։ Ո՞վ է հաղթում, թե դու թե ինքը։ Մենք ընկերներ ենք։ Լավ, կարողանում եք իրար լեզու հասկանալ։ Շատ լավ, իսկ երազներիդ հավատում ես։ Չէ, դες բանը չեմ հատ։ Չես հավատում։ Դե օրինակ ես հավատում եմ, ինձ մի տեսակ ուղղորդում է։ Աստծո հետ շփվում ես։ Միշտ։ Ինձ հետաքրքրում է, շնորհակալ ես լինում, չգիտեմ, ավելի շատ ինչ-որ մի բան ցանկանում ես, խնդրում ես, որն է լինում մտքիդ մեջ ամենաշատը, երբ որ Աստծո հետ ես շփվում։ Խնդրանք թե շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Իսկ ունես կարգախոս, որ դա տարոնինն է։ Միանշանակ դու մենակ չես։ Այդ իմ կարգախոսն է։ Շատ լավ։ Իսկ գիտես, որ ինձ հետաքրքիր է նաև մեր ըստ ֆորմատի ինչպիսին ես դու որպես հոբելյար։ Իմ ծրագրի շրջանակներում գալիս են հիմնականում նաև այն մարդիկ, ովքեր որ առիթների հետ կապ ունեն, կազմակերպում են, վարում են, երգում են, մի խոսքով։
բայց ով որ այդքան կապ չունի, հետաքրքրում է թե ինքը ինչպիսին է որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ դու ընտրի։ Մարդ, ով սիրում է ամիսներ առաջ կազմակերպել ծննդյան օրը, մարդ, ով չի սիրում տեսակ 1-20 այդ օրը, եւ մարդ, որ տուն տեղ ընկերներ ոնց էլ չլինի, իր համար մի բան կկազմակերպեն։ Որն է քոնը։ Հավատացեք, երկու առաջին ծնունդներ։ Օ։ Ես вообще չեմ ուզեցել ծնունդ անեմ, ընդհանրապես ուղղակի նենց փակ մի 20 հոգով տենց ծնունդ են կարել։ Ես չունեմ տենց բան, նախանցած տարի, անցած տարի մեծ ծնունդ եմ արել, եթերով եմ արել ծնունդից։ Ահա։ Մեծ ասելով 20-25 հոգի են եղել, բայց ամեն ինչով էլ ինձ ճոխ եմ արել։ Բայց հիմա այդպես բաների մասին չեմ մտածում։ Ինչ կլինի։ Հա։ Շատ լավ, բայց մենք ունենք օրվա հոբելյարներ։ Տեսախցիկը քոնն է։ Խնդրում եմ, շնորհավոր իրենց։ Շնորհավորում եմ բոլոր հոբելյարներին, ցանկանում եմ առողջություն, երջանկություն, չեմ ուզում կրկնվեմ ամեն օրվա բաներին։ Ինչքան երազանք նպատակ ունեք, ցանկանում եմ իրականանամ։ Շատ լավ, իսկ ավարտին մի հարց իմ կողմից, մինչև հիմա ժողովրդի հարցերն էի տալիս, հա։ Կարող է գա մի օր, որ դու որոշես այլևս այս գործով չզբաղվել ու ինչը կստիպի քեզ դա անել։ Հիասթափությունը։ Հիմա չեմ զբաղվում։ Դադար եմ տվել, որովհետև խափում են շատ։ Ով է խափում։ Մարդիկ։ Հա, խափում են, որպեսզի դու իրենց օգնես։ Այդ ստորությանն ենք հասել արդեն։ Եթե նկատել եք, մի հատ պապիկ եմ օգնել, որ գլուխը ներքև քայլում էր, սենց չէր երևում։ Ինքը իմ համար կասկածելի էր միջև օգնելը, որովհետև գլուխը չէր բարձրացնում, բայց որ ասում ես սիրտս ասում է օգնի իրան ոբշում։ Լավ։ Իրան օգնելը ոչ թե ես իրան օգնեցի, որ ինչ որ բանի հասնի կամ հաց ուտի, օգնեցի, որ հանրությունը տեսնի կամ մարդիկ, որ սենց կարան, հա, խափեն ձեզ ու գումար վաստակեն։ Ու շատ դեպքեր ա եղել, ուղղակի ես չեմ սիրում նկարել, հանրայնացնել։ Գնացել են դոմիկի մեջ ցույց տվել, որ ես իրանց տունն է, երեխան ձեռը, որ ստեղ են ապրում, բայց պարզվել է իրանք տուն ունեն, ընտանիք ունեն, ուղղակի այդ պահին փող էր պետք, տվեցինք, անցանք առաջ։ Իրանք չեն մտածում, որ հետո կարան խայտարակ լինեն կամ չգիտեմ, վատ մեկնաբանություններով առաջնորդվեն։ Կամ կար մարդիկ, ովքեր որ իսկապես այդ գումարը կարիք ունեն, այո։ Դրա համար հիմա ստոպ եմ տվել, չեմ օգտվում вообще ընդհանրապես ոչ մեկի։ Կարող է դուրս գամ մեկին տենամ, հանեմ գումար տամ, բայց չնկարեմ։ Հասկացա։ Բայց հուսով եմ այս ամբողջը կփոխվի մի օր։ Միանշանակ, եթե թույլ կտակ մի բան էլ ասեմ, նայեք հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում են խիեք նկարում, տեղադրում համացանց։ Նախ ուզում եմ սենց ասեմ, իմ նկարահանումներից հետո լիքը մարդիկ, օրինակ մի հատ մարդ եմ օգնել, չեմ ուզում, ես վերջերս էլ տեսակ Վարդանիկին օգնեցի, դրանից հետո լիքը մարդ սկսեց օգնել իրան։ Այսինքն Վարդանիկը 4 ամիս տենց վիճակի մեջ չի եղել, իրան ոչ մեկ կարելի ասել ճակերտավոր չի օգնել։ Հիմա ես հասկանամ հեռուստադիտողների հետ կամ մենակ, ես իմ օգնելով իրան օգուտ տվեցի, թե վնաս տվեցի։ Օգուտ եմ տվել, չէ՞, այսինքն։ Լիքը մարդիկ, որ ինձանով օգնել են մարդկանց։ Իմ նկարելու պատճառը մենակ է դա, որ կողքից աջակից լինեն մարդկանց։ Ես ձեր հետ համաձայն եմ միտեղ, որ չեն օգտում, չեն բարձրաձայնում, եթե օգնում են մարդկանց։ Պրոստ իմ կոնտեքտն հենց է, որ ես օգնում եմ, որ դուք կողքից աջակցեք, ու լիքը ճակերտավոր հարուստ մարդիկ տեսնեն, որ կարա հասարակ մի հատ մարդ ինչ-որ մեկին աջակցի ու ինչ-որ արդյունքի հասնի։ Բարի օր հայր ջան, հայրս հիմա ես Վարդան Երնեզարյանի տան մոտ եմ, Վարդանիկի։ Երեկվա վիդեոն շատ մեծ արձագանք ստացավ։ Շնորհակալ եմ բոլոր հայերից, ովքեր արձագանքեցին։ Հիմա ուղղակի եկել եմ այս մարդուն տեսնեմ ինչա պետք էլի աջակցելու, ձեզ փոխանցեմ։ Ովքեր ցանկություն ունեն օգնելու, թե զանգեն իրան ու փոխանցեն գումար կամ ինչ-որ կան տեսնեն արձերանը։ Եկես առողջություն, ապրես, վերաբերես, տուխո։ Շատ շնորհակալ եմ քեզ։ Դրա համար Աստված իմ կարծիքով քեզ տվել է ու կտա։
Դա այստեղի հանգստության համար է նաև։ Շնորհակալ եմ քեզ շատ լավ։ Ես եմ շնորհակալ։ Ես կարող եմ շատերի անունից էլ շնորհակալ լինել եւ այդ հիասթափությունը, չգիտեմ, հատուկ գիտեմ, որ հիմա կան խնդիրներ, նաեւ այդ բոլորը կողք դնելով ինձ մասակոնն է եւ ժողովուրդը հենց դրանով քեզ շատ սիրում է։ Չօգնեսել քո ներկայությունը ինձ թվում է իրանց համար արդեն մեծ առավելություն է։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ ուղղակի ուղղորդում են թե նաև ով լինի ինձ մոտ տաղավարում եւ հաճելի զրուցակիցներս բնականաբար հասկացել եք քիչ չեք։ Միջև հիմա ինձ հետ արդեն եւ ձեր եւ իմ լավ ընկեր Տարոն Սարգսյանն եւ ձեր Ձինա Ակոպովնան ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում բարին ընձեզ։ Անցանոթ ամայի ճամփեքին կյանքս գնաց Տարիներս անցան ապրելու ժամ չմնաց Աշխարհը լուր քնած ու նորից ես եմ արթուն Իմ բախտին սպասելով մնացի բախտի հերթում Թողտանի հերու իմ երկը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Ծովի ալիքը թողտանի հերու իմ երկը Որ բուժի հերվում ապրողին հայերի վերքը Գալիս եք ու հեռանում